Այս ցավերը արդեն 10 տարի են, 10 տարի ես տարապում եմ, պարանոցի ճողվածներ ունեմ, երկար տարիներ անհանգստացնում են, հիմա կարծես թե գտել եմ իմ բժիշկին, եկա ծանոթացա, հասկացա ով է, ինչ մակարդակ ունի, հիմա շատ հանգիստ խղճով վազում եմ վիրահատության։ Իր բժշկին Արա Բալդերյանը գտել է Best Life բժշկական կենտրոնում։ Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Գուրգեն Պետրոսյանն առաջարկել է խնդրի արմատական լուծում, պարանոցի վնասված սկավառակների փոխարինում իմպլանտներով։ Կատարված MRT հետազոտությամբ ախտորոշվել է ողնաշարի պարանոցային հատվածի C4, C5, C5, C6 եւ C6, C8 մակարդակներում միջողային աճարի ճողվածքներ, որոնք սեղմում են նյարդային կառույցները, նյարդաթելերը, առավելապես C4, C5 մակարդակում, որը սեղմում է ողնուղեղը։ Նման դեպքերում ցուցված է կատարել վիրահատություն առաջային մուտքով, առաջային սպոնդիլոդես, այսինքն դիսկը հեռացվում է ամբողջությամբ, փոխարինում մետաղական քեյջով։ Առաջային մուտքով վիրահատությունն ունի մի շարք առավելություններ։ Այն վիրաբույժին թույլ է տալիս անմիջականորեն տեսնել եւ հեռացնել այն միջողային սկավառակները, որոնք սեղմում են ողնուղեղը կամ նյարդարմատները։ Դա թույլ է տալիս արագ վերացնել ցավի պատճառը եւ նյարդային ախտանիշները։ Բայց վիրահատությունը բարդ է եւ բժշկից լուրջ հմտություններ է պահանջում պարանոցի շրջանի կարևորագույն օրգան համակարգերը, քնային զարկերակները, երակները, կերակրափողը, շնչափողն ու ձայնալարերը չվնասելու համար։ Արա Բալդերյանը վիրահատությունից հետո հաջորդ իսկ օրը քայլում է, պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից, հավատում է, որ շատ շուտով կվերադառնա իր առօրյա կյանքին։